Մայիսի 1-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որում մասնավորապես ասվում է. Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ աշխատանքի օրվա մայիսի 1-ի կապակցությամբ։ Պատմականորեն համաշխարհային նշանակություն ստացած այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատավորին, պաշտպանելու աշխատավորների իրավունքները։ Հայ ստեղծագործ մտքի ու արարող ձեռքի արգասիքը կարելի է տեսնել աշխարհի բոլոր 4 կողմերում, սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները կերտում ենք մայր Հայաստանում։ Անցյալում բազմաթիվ դժվարություններ վերապրած մեր հայրենիքում պետք է ստեղծենք մի այնպիսի պետություն, որտեղ պահպանվում եւ սերնդեսերունդ են փոխանցվում մեր լավագույն ավանդույթները։ Մեր աշխատանքով պետք է Հայաստանը քայլի ժամանակին համընթաց, յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման եւ աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու չափանիշները։ Սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ ձեզ աշխատանքի օրվա առթիվ։ Վստահ եմ, որ մեր աշխատասեր ժողովուրդը շարունակելու է Հայաստանի շենացման իր վերընթաց ուղին։ Մաղթում եմ բոլորիս խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, հանուն մեր ընտանիքների բարեկեցության եւ մեր երկրի անխափան զարգացման։ Մայիսի 1-ի առավոտը Կապանում սկսվեց ուրախ նոտաներով։ Մշակույթի պալատի հրապարակում նվագախումբն առաջինը ողջունեց կապանցիներին, ազդարարելով տոնական օրվա սկիզբը։ Աշխատանքի եւ աշխատավորների տոնը խորհրդային տարիներին նշվում էր առանձնակի շուքով։ Այդ օրը բանվորական խմբերն ու աշխատավորները ուրախ տրամադրությամբ դուրս էին գալիս շքերթի, քայլում փողոցներով, շնորհավորում միմյանց։ Ծաղիկներով, դրոշակներով ու փուչիկներով նրանց էին միանում դպրոցականները, ամենուր ուրախություն էր ու ծիծաղ։ Մեր տարեց համաքաղաքացիների հուշերում թարմ են մնացել հին ու բարի ժամանակների հիշողությունները։ Հիմիկվա նման չի մայիսի 1-ը, մայիսի 1-ը ժամանակ եղել է, հիմա ոչ մի բան չկա, դուսն լակյամ ժողովուրդը ուրախանում լա իրաց երեխաներով, իրենց ընտանիքով։ Այն ժամանակվա իմ հիշողությունները, իմ երեխայական են մայիսի 1-վան բաները չտեսնված ուրախալի կյանք էր։ Աշխատանքային ընկերներով դուրս եկել, պարադի եք գնացել, շատ ուրախալի կյանք էր։ Դպրոցներից էլ կազմակերպում հավաքում էին այս մոտի գյուղերից, բերում էին ժամանակա պատահել, որ մոստով չէի կարող մասնենք, այն ինհարգան ու առաջին դեղով գետով անցնում եք դեպի Էսյան, շուկան էլ ռայկոմի տեղներ, գրումդեց ու գիլաս առեք ուտեք, ուտում եք, գիտեք թե ապա էստեից շուկավարդ բացարում եք մոտով։ Գալիս է քաղաքը գնում, տանը մեր ծնողները գիտեն, որ հավ մորթում էին, տենց ուտելու բան, տանն էլ ենք նշում, ստեղել ենք, մեծ դասարանի երեխաների բանը հավաքում են, որը միտեղ նշում էին։ Եվատ, որ մայիսի 1-լ մուկարպիկը մուկակենում, ես կան խոխակլալ, ճամկլա մայիսի 1-ը որ անց կցնեջ, պրոստը ճամկլա աշոժանը, բենան թողանում չունեմ, մայիսի 1-ը կանտեչը մայիսի 9 праздника или банану добротно гялись. Это праздника, майши мекна. Жогорсака праздника, если центр, советы вахт вот поехала не талас. Шатна, атан ме, кут ме, праздник ме, айги ме, мане кали серехет меазин, аме деви мане клагалис. Ягате тут ме, урахан ме, айдеви. Տեխնիկական թերություններ չկան, կարուսելի մեջ պատրաստ ենք աշխատացնելու եւ ցանկանում եմ անվտանգ աշխատանք մեր կարուսելներին։ Սեզոննա ու բավականին այսպես լարված աշխատելու եք, հա։ Եվ ցանկանաք, որ ոչ մի դեպք չպատահի ու լավ լինի։ Շուտվա աշխատող եք դուք ինչքան ժամանակ։ 3 տարվա, 3-րդ տարին արդեն աշխատացնում եմ։ Լավ եղել, ոչ մի դեպք 3 տարվա մեջ չի գրանցվել։ Ես միշտ կշարունակեք այսպես։ Շատ երջանիկ, շատ հաճելի, շատ ուրախ, շատ զվարթ, ամեն մի մարդու իր հետաքրքրություն ուներ։ Օրը սկսում էր ուրախ տրամադրությամբ, երջանիկ կյանքով, ամեն մարդ իր աշխատանքը ուներ, ամեն մարդ այդ օրն праздник էր, զբաղվում էին праздникով, համերգ էին գնում, կինո էին գնում, թատրոն էին գնում, պուրակները միջոցառումներ են լինում, կոլեկտիվները գալիս են այստեղ, քայլում էին,
ղեկավարությունը դիմավորում էր, վերջը խրախուսում էր, մարդկանց նվերներ էին տալիս լավ աշխատողներին, ամեն ինչ էլ լինում էր, որովհետև կոչվում էր բանվոր դասակարգի միասնության համաշխարհային տոն։ Ժամանակները փոխվել են, շքերթներին ու կինոթատրոններին փոխարինում են սրճարաններն ու ժամանցային այլ վայրերը։ Օրվա խորհուրդը նշանավորվում է միայն օրը ոչ աշխատանքային համարելով, բայց եւ այնպես նախկինի նման հիմա էլ տատիկներն ու պապիկները թորնիկների ձեռքից բռնած դուրս էին եկել զբոսնելու եւ օրը միասին անցկացնելու։ Օրվա կապակցությամբ Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու բացօթյա դահլիճում քաղաքի երաժշտական դպրոցների եւ մշակույթի պալատի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ տոնական համերգային ծրագիր էր կազմակերպվել։ Մայիսի 1-ը պատմության մեջ մտել է 1886 թվականին, երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց պահանջելով 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ։ Գործադուլն ու երթն ավարտվեց ոստիկանների հետարյունոտ բախումներով, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին։ 1889 թվականին երկրորդ ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին երթեր եւ հանրահավաքներ անցկացնել։ Այժմ այս տոնը նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում եւ համարվում է ամբողջ աշխարհի բանվորների համերաշխության օր։ Հայաստանում առաջին անգամ տոնը նշվել է 1919 թվականին Երևանում։ Նախկինում մայիսի 1-ը տոնը վերերացվում համաժողովրդական տոնախմբության, իսկ ինչու այսօրն էլ չդարձնենք տոն։ Երեխաները երգով ու պարով շնորհավորեցին աշխատավորի տոնը, նրանք իրենց մանկական կատարումներով հաճելի շունչ հաղորդեցին գարնանային այսօրվան։ Մայիսի 1-ը նշանավորվեց նաև զբոսայգու կարուսելների շահագործմամբ։ Երեխաները ստիպված են այս տարի էլ բավարարվել 5 կարուսելներով։ Դրանք 5-ն են 3 մեծ եւ 2 մանկական, որոնք ներկվել ու թարմ տեսք են ստացել։ Պատասխանատուները վստահեցրին, որ կարուսելները անցել են համապատասխան տեղզնում ու տեղ սպասարկում եւ ստացել շահագործելու թույլտվություն։ Աշխատակիցները հուսով են, որ տասնամյակների պատմություն ունեցող կարուսելները այս տարի էլ կարդարացնեն իրենց։ Տեխնիկական թերություններ չկան կարուսելի մեջ, պատրաստ ենք աշխատացնելու եւ ցանկանում եմ անվտանգ աշխատանք մեր կարուսելներին։ Երրորդ տարին արդեն աշխատացնում եմ, լավ եղել, ոչ մի դեպք 3 տարվա մեջ չի գրանցվել։ Ես միշտ կշարունակեմ այսպես աշխատել։ Երեխաները երկար էին սպասել կարուսելների շրջանի բացմանը եւ հենց առաջին օրն էլ շտապել էին վայելելու այն։ Իդեպ մայիս 1-յան տոնի կապակցությամբ կարուսելներն աշխատել են անվճար։ Աշխատավորների օրն է, ամբողջ Հայաստանում նշվում։ Շատ լավ է, բոլորը ուրախ են, եղանակն արևոտ է, գեղեցիկ։ Այսօր մենք բոլորս եկել ենք այստեղ, ուրախանում ենք, տանել նշում ենք։ Այսօր շատ լավ օր է, բոլորս նշում ենք։ Եկել ենք այստեղ մեր ժամանցին։ Լավ տրամադրությամբ ենք եկել, մենք սպասում ենք, որ կապանում կբացվեն կարուսելները ու մենք անվճար կգանք կնստենք եւ այդպես երեխաներով ուրախանանք։ Սպասել ենք կարուսելների բացմանը եւ այսօր բացումների իրականացել։ Ես շատ ուրախ եմ կարուսելները բացել կարուսելների եւ այսօր ազատ շատ ուրախ եմ եկել այստեղ։ Շատ ուրախ ենք բոլորի համար, որ իրանք մեզ համար այսպիսի ուրախ օր են ստեղծել։ Կարուսելները կաշխատեն մինչև օգոստոսի վերջ, ամեն օր երեկոյան ժամը 17-ից մինչև 22-ը։ Տոմսերի արժեքը մանկականների համար սահմանվել է 50, մեծերի համար 100 դրամ։ Վերադառնալով օրվա խորհրդին նշենք, որ համաժողովրդական ուրախության օրը Կապանում սահմանափակվեց այսքանով։ Մայիսի 1-ը աշխատանքի ու աշխատավորների միջազգային տոնն է։
Այն տոնում են 100-ից ավելի երկրներում, որի պատմությունը սկսվում է դեռ 19-րդ դարից։ Նախկինում այսօրը համաժողովրդական ուրախության օր է եղել, շքերթներ են կազմակերպվել, մարդիկ փողոց են դուրս եկել ծաղիկներով ու դրոշներով եւ շնորհավորել իրար։ Հայաստանում մայիսի 1-ը հիշվում է այնքանով, որ ոչ աշխատանքային օր է հայտարարված, իսկ կապանցի երեխաների համար այն հիշարժան է դառնում մանկական զբոսայգու բացման արարողությամբ։ Արտադրական ընկերություններում աշխատողների համար սակայն այսօր եւս աշխատանքային է։ Ժիրայր Պողոսյանը երեկոյան ժամը 20-ին պետք է հարստացուցիչ ֆաբրիկայում լինի, ուստի որոշել է ցերեկային ազատ ժամանակը տրամադրել ընտանիքին եւ ինչու՞ չէ նշել տոնը։ Մայիսի 1-ը կնշեմ ընտանիքի հետ, ինչպես գիտենք, կարուսելների բացումն այսօր երեխաների հետ կայցելենք, մինչև աշխատանքի գնալը կձգտենք, լավ անցկացնենք այդ օրը։ Մայիսի 1-ը խորհրդային ժամանակաշրջանից եկած տոն է, աշխատավորի օր, ճիշտ է մեզ բախտ չի վիճակու այդ խորհրդային ժամանակաշրջանում աշխատելու, այդ տոնը ռեալ նշելու, բայց ամենայն դեպս շնորհավորում եմ բոլորին մայիսի 1-ի կապակցությամբ, մաղթում առողջություն, աշխատավորներին ամենակարևորը առողջություն ու անվտանգ աշխատանք։ 1999 թվականից աշխատում է Կապանի կոմբինատում, նախ ջարդման տեղամասում, ապա տեխնիկական վերահսկողության բաժնում որպես հսկիչ, իսկ 2010 թվականից առ այսօր հարստացուցիչ ֆաբրիկայում է, ֆլոտացիայի օպերատոր, աշխատում է 2 հերթափոխով, Ժիրայր Պողոսյանը սիրում է իր աշխատանքը ու դա պատահական չէ։ Կոմբինատում աշխատելը դա մեր ոնց ասած ժառանգական շարունակություններ դեռ պապս 60-70-ական թվականներից հենց աշխատում էր Հարպանում, Խանքում, որպես հերթափոխի պետ, հետո հայրս, եղբայրներս, ու տենց մինչև հիմա շարունակում այդ նույն։ Դե ամեր մասնագիտությունը, վատ մասնագիտություն չի, որպեսզի կարողանանք ավելի խորը ուսումնասիրենք, ավելի լավ աշխատենք։ Եթե աշխատանքը չսիրես, ավելի լավ չաշխատես։ Դե հաճույք քո չես աշխատում, իմաստ չունի աշխատել։ Մասնագիտությամբ տեխնոլոգ շինարար է, աշխատանքային 14 տարիների ընթացքում փորձել է սխալներ թույլ չտալ եւ պատվով կատարել իր պարտականությունները, գոհ է աշխատանքից, աշխատավարձը բավարարում է, ղեկավարությունն էլ գնահատում է իր աշխատողներին։ Գնահատված ենք զգում, համեմատական կարգով նայում ենք, ամենագնահատված հիմնարկությունն է, ամենաճանաչված հիմնարկությունն է մեր տարածաշրջանում։ Դժգոհ ենք, շատ լավ։ Ժիրայր Պողոսյանի խոսքով վերջին 2 տարում Dino Gold Mining Company-ում բավականին դրական փոփոխություններ են արձանագրվել, բարելավել են աշխատանքային պայմանները, մեծ թվով խրախուսական ծրագրեր են իրականացվում։ Իրոք լավ ծրագիր է աշխատողներին ոգեշնչելու համար, դա ասենք ոգեշնչել են, չէ՞ ասենք մարդ մտածի, որ պետք է լավ աշխատեն, որ ինձ փողտան կամ բնակարան տան։ Ամենայն դեպս մարդու մեջ ձգտում առաջացնում, որպեսզի լինի լավագույնը, երևա որպես լավ աշխատող գնահատի ղեկավարության կողմից։ Իսկ եթե գնահատվեցի ղեկավարության կողմից, ինձ թվում է ղեկավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի իր աշխատողների համար լավ լինի։ Ընկերության առաջընթացը բանախոսը պայմանավորում է նաև նոր տնօրինության նվիրված աշխատանքով։ Այդ տարբերությունը զգում ենք։ Ամենակարևոր տարբերությունն է, որ գիտես որ քո տնօրենը հայ է։ Ինչ որ հարցում կարաս անմիջական իր հետ առնչություն ունենաս, իր այդ խոսք փոխանակես, ամենակարևորը դա է, որ ինքը հայ է, ու ամենակարևորն է հայրենասերը, մտածում է իր հայրենիքի մասին, իր ժողովրդի մասին։ Դե իսկ աշխատողների անվտանգության ապահովումը ընկերության առաջնային խնդիրներից մեկն է։ Աշխատանքային պայմանների բարելավում իրոք տարեցտարի բարելավում է։ Ես 2010 թվականից ֆաբրիկայում երբ ընդունվեցի աշխատանքի, տեղափոխվեցի։ Մինչև հիմա տարբերություն շատ կա, թե ֆլոտոմեքենաների փոփոխություն, թե ցանկացած մեխանիզմների պետքա, պոմպերի, պետքա մեքենաների, ինչ պետքա լինում, նորը, ամեն ձևի փոփոխություններ կա։ Անվտանգությունը մեր արտադրության ամենաառաջին պայմանն է։ Ավելի լավ է այդ օրը չաշխատես, բայց անվտանգության կանոնները խստիվ պահպանես, ու դա ճիշտ տարբերակ է։ Եթե ինչ-որ սեփականատեր, ինչ-որ տնօրեն իր աշխատողի անվտանգությունը չկարողացավ ապահովել, ինքը նորմալ աշխատանք չի կարող կազմակերպի։ Ամենակարևորը անվտանգությունն է։
Աշխարհի բոլոր երկրներում էլ սովորական աշխատավոր մարդն է պետության հիմքը։ Աշխատավորն է, որ իր սևքած աշխատանքով արտադրում է ամեն ինչ։ Աշխատավորն է, որ վեր է կենում հայրենիքի պաշտպանության համար, եւ աշխատավորն է, որ վայր է դնում այս կամ այն իշխանությանը, եթե վերջինս մոռանում է իր մասին, սկսում հարստահարել ու շահագործել։ Ուստի աշխատավորի օրն էլ պետք է նշվի ըստ արժանվույն, եւ հուսանք կվերականգնվեն երբեմնի մայիսմեկյան գեղեցիկ ավանդույթները։